մեծ բազայա, որտեղ որ վաճառում են մեծածախ բանջարեղեն, ամեն տեսակի սնունդ, որտեղից որ մատակարարվում է բոլոր Բարսելոնայի, Կատալոնիայի խանութները, թե բանջարեղենով, թե մրգերով, թե կատնամթերքով։ Մերկաբարնա ձեզ մեզ հետ տանում ենք սնունդներս։ Կմիանանք մի քիչ հետո։ Խուճապի են մատնվում։ Հա, շուտ խուճապի են մատնվում, ձյուն չեմ տեսել է երբեք այստեղ։ Իսկ այստեղ որ հանկարծ ձյուն կա, չէ։ Ոչ մեկ չի քշի։ Չէ, այս ամբողջ այս մեքենաների կմնա 10%-ը։ Հա։ Ես իմ ձյուն երբ եմ տեսել այս Իմ խոսքը Բարսելոնայի, Կատալոնիայի մարզի, Բարսելոնայի մասին է, որովհետև հա, որովհետև Իսպանիայի մյուս շրջաններում գալիս է ձյուն։ Չէ, Անդորա է, եկել հա բարձրադիր արսենք սարերի վրա այդ տարածքները։ Հա, այդ կողմերը գալիս է ձյուն։ Բայց ընդհանուր առմամբ ասենք քաղաքում վերջի 10 տարվա մեջ ես չեմ տեսել ձյուն։ Ինչ որ գալիս է, օդի մեջ արդեն հալում է։ Չէ, ձյուն բարձրադիր շրջաններում է գալիս մենակ։ Մի խոսքով ես գրեթե 5.5 տարի այստեղ եմ, ձյուն չեմ տեսել։ Այստեղ մեծամասամբ ձյուն տեսնելու համար գնում են Անդորա։ Հա։ Անդորա կամ ուրիշ երկրներ։ Հա, մի փոքր ցուրտ երկիր են գնում։ Ցուրտ երկրից է գալիս են այստեղ տականալու համար։ Հետաքրքիր է։ Բայց դե հետաքրքիր է, հենց անձրև է գալի, չէ։ Всё, բարձ։ Խցանումները պատրաստ են։ Չես հասկանում թե ինչի։ Հա, զգուշ քշեն։ Մարդիկ սովոր չեն։ Զգուշ քշեն, հանգիստ քշեն, բայց դե չէ։ Մայլ արև բացվեց արդեն։
նշեցինք, որ 5 րոպե առաջ ՀՎ-ի տակ էինք։ Սև օմպերը դա է։ Գալու է էլի անձրև։ Հա։ Տված էր, որ այս ամբողջ շաբաթը պետք է անձրև լինի։ Մռայլ եղանակ, որը որ չենք սիրում։ Արև, պայծառ եղանակ, չնայած այստեղ Տարվա մեծ մասը արևոտ է։ Արևը պայծառը, ձմեռը ավելի պայծառ արև եղանակ կա, քան թե գարունը, կեղծ ասած։ Հա, ստե ձմեռը ավելի մեղմ է, քան ստե գարունը։ Բայց դե անձրևն էլ պետք է Իսպանիային հատկապես։ Նամանաման վերջի 3-4 տարվա մեջ անձրևներ շատ քիչ էին տեղացել։ Չկար, երևի 365 օրվանից 360 արևոտ եղանակ էր արել։ Անձրև չէր եկել։ Նամանավան այնքան ջրի պակաս ունեին, որ քաղաքի շատրվաններն էլ էին անջատել։ Ծովափի ջրերն էլ էին անջատել, որ ծովից հետո դուրս ես գալի ու ցայվում ես։ Անգամ լողավազանները սեփական տների չէին թողում, որ նոր ջուր լցնեն։ Տուգանք էին բան արել, սահմանել, որ իրավունք չուներ նոր լողավազանի մեջ նոր ջուր լցնելու։ Անգամ հրշեջները գրանցում էին, որտեղ բասեյնների լողավազանների մեջ ջուր կա, որ անհրաժեշտության դեպքում ուղղաթիռներով կարանան տանեն այդ ջուրը կամ մեքենաները մոտենան վերցնեն այդ ջուրը։ Դա էլ Իսպանիայի խնդիրն է, ջրի խնդիրը։ Հիմնականում վաճառքը լինում է մեծածախ։ Կարծես մի փոքր քաղաք ունի։ Հիմա կարևոր է, որ տեսնենք բաց լինեն խանութները։ Մենք շաբաթօր ենք եկել, մտածելով, որ բաց կլինի ու ոնց որ փակ է խանութները։ Մոտ չկա։ Տարօրինակ ձևի դատարկություն է տիրում։ Չկա կատակախանութները։ Չհաջողվեց ուղղակի անենք։ Այնպես չոզմորը, պահեսները խանութներ է, որտեղ կատարվում է հիմնականում մեծածախ գնումներ է կատարվում, բայց կարողանում ես փոքր գնումներ է կատարել, կան խանութներ, որ մենակ վաճառում են ֆիրմաներ։ Հիմա կտենանք, բաց են խանութները, թե չէ։ Ահա տեսեք, այսպիսի խանութներ է, պահեսներ է, բայց այսօր փաստորեն մենք սխալվել ենք։ Բայց կարևորը եղանակը տեսեք մեզ մոտ որ բացվեց։ Ոչինչ մի ուրիշ անգամ միասին կգանք նորից։ Արդեն կգանք աշխատանքային օր։ Այստեղ շաբաթ կիրակի հիմնականում ոչ աշխատանքային օր է։ Տեսեք, այստեղ բացի խանութներից նույնիսկ կա սրճարաններ, ռեստորաններ, ամեն ինչ կա, մի դարպասներից այս կողմ ամեն ինչ կա։ Ուղղակի այսօր մեր առևտուրը չստացվեց, ոչինչ մյուս անգամ, մի ուրիշ անգամ անպայման միասին կգանք, մոտակա օրերս անպայման պետք է գանք։ Կար մի ժամանակ մենք նախկինում որ աշխատում էի շինարարությունում բաց էր, շաբաթ օրերը մենք աշխատել ենք այստեղ, բաց է եղել, ամեն վեք բաց է։ Հիմա փոխվել է պաստորեն։ Հնարավոր է։ Հնարավոր է։ Վերջ։ Մերկա
մերկաբառնային արկածները վերջացան։ Ափսոս։ Չստացված գնումներ։ Հա։ Ոչինչ։ Մեզ շատ անհրաժեշտ էր։ Հա, մտել կար, որ շատ անհրաժեշտ էր, ու այստեղից պետք է գնայինք երկշաբթի կամ երեքշաբթի։ Ինչու խի, ասենք խի հենց մերկաբառնայից պետք է գնենք, որովհետև հիմա ասեմ ձեզ, մեզ պետք է մոտավորապես մի 5-ից 6 կիլո ընկույզ։ Մաքրած ընկույզ։ Հա, կարամ խանութից էլ առնեմ, քաղաքի սուպերմարկետներից, բայց տարբերությունը սենց է։ Այստեղ ես առնում եմ 1 կիլոգրամը 12 եվրո, շատ ընտիր Կալիֆոռնիայի ընկույզ, մաքրած, ձեռքի մաքրած, կիլոն 12 եվրո։ Ճիշտ է, առնում ես 5 կիլոանոց պարկով, բայց շատ մատչելի գնով։ Իսկ քաղաքում ես էդի կառնեմ հարցրել ենք, մենք հետաքրքրվել ենք, քաղաքում արժի 20-25 եվրո, կրկնակի գինը։ Նույն որակի ընկույզը։ Նա մենակ ընկույզի համար չենք եկել։ Տան համար կարակ ենք առնում, մեծածախ, ասենք մի 5 կիլո առնում ենք, հալում, յուղանում եմ, չարազեղեն, բանջարեղեն, մթերք, մի անգամից որ գալիս ենք, այտենց առևտուր ենք անում, ավելի էժան է նստում մեր վրա։ Կան, ամեն ինչ կա քաղաքում, մեր քաղաքում էլ, որտեղ որ մենք ենք ապրում, բայց այդտեղ ավելի մատչելի է գները։ Հիմնականում չէ, այս նավահանգիստը բեռնատար նավերի համար է ու մեքենաների, չէ։ Էմա ջան, անցանք պահը այն կողմը բեռնատար մեքենաների ու նավերի համար է, այս կողմը արդեն քաղաքացիական եւ բեռնատար։ Հիմա նայեք այն նավը կոնտեյներները վրան հենա։ Ահա։ Իսկ դիմացը արդեն բան է ապնա կրուիզնի նավեր։ Սիրելիներս, ամուսինս գնաց գործի, իսկ մենք միասին գնանք քաղաքի կենտրոնում մի փոքր զբոսնելու եւ մի երկու խանութ պետք է մտնեմ, դուք էլ ինձ հետ միասին գնացինք։ Սիրելիներս, հասել եմ արդեն Passeig de Gracia։ Այստեղից ոտքով պետք է գնամ Plaça de Catalunya, այսինքն Կատալոնիայի հրապարակ։ Հիմա այստեղ տեսեք, ամենուրեք խանութներ են այս հատվածում, տարբեր ֆիրմայի խանութները կան, բրենդային խանութները, այստեղ էլ տեսեք այս դիմացը Բարսելոնա ֆուտբոլային թիմին վերաբերող խանութն է, այսինքն վաճառում են այն ամենը, ինչը վերաբերվում է այս թիմին։ Երկրպագուները այստեղ շատ են ու այս խանութում միշտ համարյա թե հերթ լինում։ Այսպիսի խանութներ Բարսելոնայում շատ կան, կա ավելի մեծը, շատ մեծ խանութը։ Առավոտյան ժամը 11-ն է ու արդեն բավականին շատ ժողովուրդ կա ու շատ զբոսաշրջիկներ կա այս հատվածում մանավանդ։
Դիմացը AÇM խանութն է, հիմա կմտնենք այդտեղ առաջինը։ Խանութի ձևավորումը տեսեք։ Սա երևի ամենամեծ խանութն է AÇM-ի։ Գոգի սիրահարների համար լուսկա։ Այս խանութը մի հատ յուրահատկություն ունի, տեսեք այնտեղ սուրճ են վայելում, կարող ես այստեղից սուրճը վերցնել հանգստանալու համար, եթե շատ օգնեցիք, սուրճը վերցնել եւ այս դռնով մի հատ գնալ գողտրի կանգյուն, որը այստեղ պատրաստած է հանգստանալու համար ու այսպիսի մի հատ հրաշք տեղ ես ընկնում, տեսեք, աթոռներով, սեղանով կարող ես այստեղ նստել եւ վայելել ու հանգստանալ, սուրճը վայելել եւ հանգստանալ, հետո շարունակել քո գնումները։ Ինչը որ մարդիկ հենց հիմա անում են, կան որ արդեն հանգստանում են ու վայելում են իրենց սուրճը։ Ամեն ինչ տանն է վերաբերվում։ Այս բարձի երեսը դուր եկավ, մի քիչ թիթիզ բարձի երեսը, ես սիրում եմ սենց բաներ, բայց չեմ վերցնի, որովհետև 100% բամբակ չի։ Արժեքը 15 եվրո է, 100% բամբակ չի, ասում եմ, որ 100% բամբակ լինի։ Բայց շատ լավն էր։ Այստեղ սրբիչների բաժինն է, երեսի սրբիչներն է։ Նավրատիչը չգիտեմ ինչի, այս վերջերս այս գույնն է շատ դուրս գալիս։ Հիշում եք ամանների սրբիչներ վերցրեցի այս գույն, համարյա թե գրեթե նույն գույնն է։ Արժեքը 6 եվրո։ Որակը անկեղծ ասած չգիտեմ, որովհետև երբեք չեմ օգտագործել իրեն սրբիչները, բայց սիրուն էր։ Սա ավելի դուրս եկավ, սա էլ արդեն մեծն է, բաղնիքինն է, 13 եվրո։ Սա էլ նույնիսկ սևն է, բայց ասեք, որ այն գույնը ավելի սիրուն էր։ Սա ավելի սիրուն էր։ Այստեղ էլ արդեն նալոգարանի համար էր նախատեսված, ամեն ինչ այստեղ արդեն ճաշասենյակ,
խոսքով ամեն ինչ տան համար է։ Սիրունա, հետաքրքիր ոճի է։ Սա տեսեք, մտածեցի ձևն է այդպես, բայց չէ, տեսեք ամբողջը կետեր է ինչ-որ, ձևը չի հաստատ, ուղղակի երևի լավ մշակված չի։ Մոմակալներ, շատ եմ սիրում մոմակալ, արձանիկ չեմ սիրում, բայց մոմակալ շատ եմ սիրում։ Տեսեք, այսա ծանրը, երեկվա մեր ակցիոնից առածը համ ավելի գեղեցիկ էր, եկեք ասենք, որ համ և թեթևերով էլի, սա շատ ծանր էր։ Այսպես տրնով էլ արդեն մտնում ես բաժինը, որ հատկացված է տղամարդկանց համար։ Սիրելիներս դուրս եկա խանութից, հիմա ուղևորվում եմ դեպի Պլազա դե Կատալոնիա։ Այնքան լավ եղանակ արեց, ոչ շոքա, ոչ սուրտա, շատ լավ արև արդեն համեր է բացվում ու շատ հաճելի եղանակ արեց։ Գնացինք, տեսնենք շատրվանները բացել են, թե մի ամիս առաջ մոտավորապես բացել, կարող է եղանակների համար փակել են, գնանք տեսնենք միասին։ Բացել են հրաշք, ուրեմն ամեն ինչ լավ է։ Տեսեք ինչքան ժողովուրդ կա։ Այն կողմին ինչ-որ տոնավաճառ է, հեսա կմոտենանք այդտեղ, արդեն խանութները մոռացա ժողովուրդը տեսնելով գեղեցիկ տեսարանը։ Մի հատ այդ կողմում է, մյուսն էլ այն կողմում է։ Հիմա կշրջենք այդ հրապարակով մի փոքր դուրս։ Ինչա, բայց բավականին շատ ժողովուրդ կա, ամենուրեք ռեստորաններ են։ Տեսեք մարդիկ վերցնում են ու հատուկ սեղաններ կա, որը կարող են օգտվել։ Ընդհանրապես սովորական օրերին այստեղ միշտ աղունիկներ են լինում ու բոլորը հավաքվում են այստեղ այսքան հատվածը, մարդիկ կերակրում են, նկարվում են, բայց այսօր տեսեք աղունիկները, տատրակները ճախրում են, այսօր ուրիշ բան է այստեղ։ Այստեղ գինիները, երևի համտես հաճար կա, չգիտեմ ինչ ամեն դեպքում, հիմա կիմանամ։ Այստեղ հերթ է, ինչի համար, չգիտեմ, անիրա ոնց որ։ Ինչ-որ ամեն ֆիրման երևի իր ապրանքն է ներկայացնում։ Տեսեք, այստեղ գինիներ է, կարող ես օգտվել։ Տեսեք։ Կատալոնիայի գինիներն է։ Այստեղ ուրիշ գինի է։ Այստեղ գարեջուրն է, իսպանական էստրեյա գարեջուրն է, ջրի կրպակն է, բայց չգիտեմ հենց մի անգամից այսպես վերցնում ես, թե ինչ-որ տոմս ես առնում, այ դա չգիտեմ։
Տեսեք, այստեղ այսպես մեջտեղի մասում ամենուրեք բացօթյա ռեստորաններ են ու տարբեր ուտեստներ են պատրաստում։ Այս առաջին սեղանը պայեյայի են պատրաստում։ Փոքր ամանների մեջ լցնում էին, մարդիկ այդպես ձեռքները ուտելով քայլում են։ Աստորեն ժողովուրդ, տեսեք, այստեղ մենյուն է, գրված է ինչ են վաճառելու, ինչ այս սեղանիկների վրա ինչ կա։ Ամեն մեկ միավորը 1 եվրո արժեն։ Ու այստեղ ռեստորանից օգտվելը, այսինքն 6 եվրո պետք է վճարես։ Ջուրա, գարե ջուրա, տարբեր գներ են, ջուրը 1 եվրո, գարե ջուրը տարբեր չափերինը տարբեր գներ են, 3 եվրո, 5 եվրո, 4 եվրո, այնտեղ վերմուտ, տարբեր տեսակի խմիչքները, տարբեր գներ են։ Մի խոսքով այստեղից պետք է այսքան հեռ կանգնես, որ այստեղից գնես այդ միավորները ու կարողանաս օգտվես։ Ու տարբեր ամենաթանկը ոնց որ ռեստորաններին էր։ Այստեղ մենյուն է, որտեղ ինչ են վաճառում։ Վաճառում են ամեն դեպքում, որովհետև գումար ես վճարում։ Ժողովուրդ, այս հերթը, տեսեք հերթը ցույց տամ, հետո կասեմ ինչի համար է։ Մինչև հասնում է, տեսեք, այն փողոցի ծայրը, լուսակիրները տեսնում եք, մինչև այդտեղ հերթը։ Ու այդ հերթը այս ավտոբուսների համար է։ Տուրիստական ավտոբուսների համար է, երկու ուղղություն կա, այսա կարմիրն է, սա ուրիշ ուղղություն է, մանտալիս եւ կապույտը կա ուրիշ ուղղությունը, նա ուրիշ տեղից է սկսում։ Ճիշտ ասած ուղղությունը չգիտեմ ուրա միջև տանում, բայց քաղաքի կենտրոնները ման է տալիս։ Զբոսնում եք ու վերադառնում եք։ Այս հերթը ամբողջ է այս ավտոբուսների համար է։ Բայց անկեղծ ասած, այսքան ժամանակ այս առաջին անգամ եմ տեսնում այսքան հեռ։ Երբեք այսքան հեռ չեմ տեսել, որ լիներ։ Ու շատ զարմացած եմ։ Հետաքրքիր է։ Աղունիկներին իրանց տեղից հանել են, տեսեք, եկել են այստեղ։ Ավելի ճիշտ չգիտեմ, տատրակ են սրանք ոնց որ իսպաներեն պալոմաներն են։ Ժողովուրդ ջան, որոշեցի ես այդքան հեռ չկանգնեմ, ավելի լավ է, այստեղ շատ բացօթյա սրճարաններ կան, այստեղ իմ սուրճը կվայելեմ, կնստեմ եւ կվայելեմ իմ սուրճը, ոչ թե ոտքի վրա։ Չնայած նստելու տեղեր կան, բայց շատ ժողովուրդ կար հերթի մեջ։ Սիրելիներս, մեզ մոտ արել պայծառ եղանակ եղավ։ Ես եմ մտածելով, որ առավոտվա անձրևը տեսնելով, մտածեցի, որ անձրևոտ եղանակ է լինելու, ատմոսֆերը մնաց ավտոմեքենայի մեջ։ Բայց հիմա ահավոր շոկ է, նույնիսկ շատ շոկ է։ Ասեցի չէ, ավելի լավ է սրճարանում նստեմ, հանգիստ ինչ-որ զովացուցիչ բան խմեմ կամ սուրճ խմեմ։ Բայց ոնց պատտվում եմ, սրճարաններում մի հատ ազատ սեղան չկա։ Բոլորը զբաղված է։ Բնական է, պետք է այսօր այդպես լիներ մանավանդ այստեղ։ Քանի այս մասն եմ եկել Կատալոնիայի հրապարակը, այստեղ Primark-ի մեծ խանութ կա, 3-4 հարկանի եւ ուզում եմ ճամպրուկ նայեմ այդտեղից։ Անցած անգամ ակցիոնից նայեցինք, հիմա այստեղ էլ նայեմ ու համեմատեմ։ Տեսնեմ որտեղին է լավ, որտեղին է կարելի է գնել։ Հիմա մտնենք միասին Primark։ Այստեղ արդեն Primark եմ մտել, չեք պատկերացնի ինչա կատարվում։ Լիքը ժողովուրդ։ Հիմա երևի գնամ ինձ հարկավոր բաժինը։ Ժողովուրդ, սա գիշերազգեստների բաժինն է։ Տեսեք ինչ են անում, խեղճ աշխատողները ծալում են հետևից, տեսեք։ Ահավոր վիճակը չես կարողանում տարբերես ով ըմբույքն է, ով ինչ է, ինքան դժվար է այստեղ տարբերելը, տեսնում ես վերևը մի տեղ է, ներքևի մասը
պիժամայի ներքևը մի մոտեղ է։ Ողջ աշխատողները ոնց են գլուխ անում այս խանութից։ Այստեղ բուրգի նման այսպես լցրել են։ Նայեց ու գցած։ Եկել եմ իմ ուզած բաժինը, ճիշտն ասած ձեռքի ճամպրուկ եմ ուզում։ Ամառվա վերջում պլաններ ունենք, ամուսնուս արձակուրդի ժամանակ աստծո հաջողության պլաններ ունենք ու հիմա ձեռքի ճամպրուկ է հարկավոր, որ սա շատ փոքր է։ Սա շատ փոքր է։ Հիմա նայեմ, տեսնեմ մեծը կա։ Այսա մեծ է, բայց այս տիպի բացողին չենք ուզում։ Տեսնեմ ինձ կա, թե ոչ։ Մեր ուզում շապը սա է։ Բայց այս տիպի ինչ-որ բացողի ամուսինս չի ուզում, որ սենց երկու բացվում կիսվում է, այդ տիպին չի ուզում։ Այժքը 30 եվրո։ Այս հերթը որ տեսնում եք ժողովուրդ, լեկո խանութի համար է։ Քիչ-քիչ են ներս թողնում, երկուսը դուրս են գալիս, մնացածին երկուսին ներս են թողնում։ Այս հերթը այս լեկո խանութի համար է։ Տեսեք ինչքան հերթ է գոյացել։ Հետաքրքիր է։ Սա էլ լեկոյի վերջի մասին։ Իմ ամուսնուս աշխատանքը արդեն վերջանում է։ Այնտեղ, որպեսզի միասին տուն գնանք։ Գնացինք միասին։ Սիրելիներս, ես եկա արդեն իմ ամուսնու գործի վայրը։ Հանդիպեցինք, դուք այսօր մեզ հետ միասին անցկացրեցիք ամբողջ օրը։ Շնորհակալ ենք, որ տեսանյութը դիտեցիք մինչև վերջ։ Շնորհակալ կլինենք, եթե բաժանորդագրվեք եւ տնեք լայքեր։ Այսքանով երևի ավարտենք այս տեսանյութը, մնացեք բարյավ, սիրելիներս։ Ինչ նոր հանդիպում։